Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Կիվիրյան, ես շատ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում եւ զրուցելու ձեզ հետ։ Պարոն Կիվիրյան, սկսենք հետեւյալ հարցից։ Այդ ինչ պատմություն էր իրաքյան քրդերի եւ Ալիևի Նախիջևանի հետ կապված իրադարձությունները շատերը խոսում են այն մասին, որ ահա եւ քրդերին Թրամփը հորդորում է կամ կարծես թե բարձրացնում է, որպեսի այդտեղից խարված են Իրանին, կարծես թե Ադրբեջանն էլ շատ նենց հոխորտ տալից էր, այսպես շատ բուրըն արձագանքեց այդ Նախիջևանյան պատմությանը, դրոնները, ընդ որում շատ հետաքրքիր էր, ասում էին ոչ թե դրոնի հարվածից է օրինական շենքը քանդվել, այլ դրոնը վայր է ընկել այդ հատվածում։ Եվ այսպես մի կողմից մենք սպասում ենք, որ իրավիճակը ավելի կսաստկանա Ադրբեջանի եւ Իրանի միջև, մյուս կողմից մենք տեսնում էինք Նիկոլ Փաշինյանի այդպես ցուցադրաբար հանգստությունը, նա ոնց որ թե ապահով է ցույց էր տալիս, որ ամեն ինչ խաղաղ է, ապահով է, ինքը չի անհանգստություն որևիցե չի դրսևորում, եւ դրա հետ մեկտեղ մենք զուգահեռ իմանում ենք, որ նույն Իսրայելը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Ադրբեջան, Վրաստան այցերից։ Եվ այսպես, ինչ պատմություններ Ադրբեջանի հետ կապված այդ Նախիջևանյան պատմությունը եւ ինչու է Նիկոլ Փաշինյանը այդքան խաղաղություն ցուցադրում։ Նայեք, ես իհարկե չեմ կարող 100%-ով պնդել, թե ով է հարվածել Նախիջևանին, դա եղել է Իրանը, դա եղել է Իսրայելը, դա թե եղել է ներքին ինչ-որ այս սադրանք։ Ընդամենը կարելի է ամբողջական փորձել հասկանալ այն պատկերը, որը ստեղծվել է տարածաշրջանում, այդ թվում եւ Նախիջևանում։ Նայեք, դուք շատ ճիշտ նկատեցիք կապելով նաեւ քրդերի հետ այս հարցը։ Ուրեմն Ամերիկա-իսրայելական դաշինքը ինչ որ առումով կանգնել են փաստի առաջ։ Այս ռմբակոծությունները, ինչքան էլ իրանք դաժան լինեն, ընդունակ չեն ներսից սասանել իշխանությունը, այսինքն իրանյան ռեժիմը։ Այս կապակցությամբ իրանց պետք է ցամաքային ներխուժում դեպի Իրան։ Առաջի տեղում մշտապես նշում են քրդերը, ինչի որովհետև քրդերը ունեն զինված միավորումներ, այդ թվում եւ միմիայն Իրանի տարածքում ստեղծված կա 4-5 խոշոր քրդական կազմակերպություններ, որոնք ունեն ռազմական միավորումներ, Ամերիկա-իսրայելական դաշինքը հույս ուներ, որ սրան կաջակցի նաև Իրաքի Քուրդիստանը, ինչպես նաև ինչ-որ առումով Սիրիայի Ռոժավայի զինյալները։ Եվ երկար ժամանակ, քանի որ Իսրայելը ԱՄՆ-ն աշխատել էին քրդերի հետ, իրենց պատկերացմամբ քրդերը միանգամից կլծվեին այս գործին։ Սակայն Իրանը կարողացավ նախահարցակ մի շարք գործողություններ իրականացնել եւ դա եւ նաեւ քրդերին հիշեցրեց, թե ամեն անգամ հենց որ իրանք ընկել են Ամերիկայի խելքին, ապա դա ինչով է ավարտվել։ Միմիայն ուրեմն նայեք վերջի 100 տարվա մեջ կարելի է ասել Ամերիկան 4 անգամ երաշխիքներ է տվել քրդերին եւ առնվազն մեղմ ասած գցել է։ Վերջինը ընդամենը ամիսներ առաջ դա ուրեմն Սիրիայի Քուրդիստանն է, Ռոժավան էր, որտեղ տարիներ շարունակ Ամերիկան այդ մարդկանց օգտագործել էր ընդդեմ Դեիշի, օգտագործել էր ընդդեմ Բաշար Ասադի, իսկ վերջում շատ հանգիստ ձևով ձեռները լված եւ նրանց հանձնեց Ջուլանի իշխանության։ Եվ այս կապակցությամբ նայեք, Իրանը կարողացավ նախահարցակ գործողություններ կատարել եւ դրանով մինչ այս պահը ինքը այդ վտանգը կարելի ասել որոշակի առումով կանխել է։ Ես չեմ ասում, որ վաղը ուրեմն այդ վտանգը նորից գլուխ չի բարձրացնի Իրանի համար, բայց դա ավելի շատ, գիտեք, ինչի հետ կապված կլինի։ Քրդերը կսպասեն հենց որ Իրանը այնքան թուլանա, որ իրանք արդեն կարողանան հանգիստ իրենց ուզածը անեն։ Ու նույնը երկրորդ ճակատը ակնհայտորեն որտեղից հնարավոր է Իրան ցամաքային ներխուժում իրականացնել, դա Ադրբեջանն է, որովհետև եթե մենք նայենք ուրեմն Իրանի քարտեզը, այլ տեղերից
այլ տեղերից ինչ որ խոշոր սպառնալիքներ Իրանը չունի։ Իհարկե կա Բելուջիստանի հարցը, Իրան-Պակիստանյան սահմանագծում, սակայն նույն Պակիստանը ամեն ձևով դա կփորձի կանխել։ Ուրեմն պարզ է, որ Թուրքիան ինչպես հայտարարեց, միմիայն կմտնի Իրան այն պարագայում եւ տեղի կունենա Իրանի մասնատումը եւ որպիսի ինքը կարողանա իր անվտանգությունը ապահովել, որովհետեւ Թուրքիան ինքը հոյակապ հասկանում է, թե Իրանի մասնատումը ինչով է սպառնում Իրան։ Դրա համար այ ցամաքային ներխուժում պարզ է, որ Թուրքիան չի իրականացնի։ Արաբական երկրները չունեն այդ, ուրեմն ցամաքային համապատասխան զորքերը։ Իսկ Ադրբեջանին տարիներ շարունակ զինել են, մարզել են նաև դրա համար, օգնել են, եւ այս կապակցությամբ պարզ է, որ Ադրբեջանի մոտ կա այդ մեծ ցանկությունը։ Այլ հարց, որ ակնհայտորեն Իրանը այստեղ է փորձեց նախահարցակ լինել եւ որոշակի առումով Ադրբեջանի իշխանությունները դա հասկացան։ Դրա համար Ալիևը սկզբից հայտարարում էր այն մասին, որ բանակին հրաման է տրված, ուրեմն համապատասխան գործողություններ ձեռնարկել, իսկ այսօր Ադրբեջանը հումանիտար օգնություն է առաքել դեպի Իրան։ Ընդ որում դա տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Իրանի նախագահների խոսակցությունից հետո, հաստատապես Իրանի ռազմական ուժերը նախագահի միջոցով Ադրբեջանին նույնպես հասկացրել են, թե ինչով կարող է ավարտվել, եթե Ադրբեջանի ցամաքային ուժերը կամ օդային ուժերը փորձեն ներխուժել ուրեմն Իրանի տարած եւ ոչ միայն ներխուժել, նայեք, սրանից առաջ Իրանը նաեւ ուղիղ հայտարարեց Իրանի ռազմական միավորումները, որոնք նո այսպես ասենք Իրանի գենշտաբը, որը ղեկավարում է այս պատերազմը, շատ ուղիղ հայտարարեց, որ ուրեմն Ադրբեջանը պարտավոր է իր տարածքից հեռացնել իսրայելական համապատասխան ուժերին, որոնք ներկայացնում են վտանգ։ Իրեք, նայեք, Նախիջևանի հետ կապված ես շատ ավելի փորձեմ ուղիղ ասել, կա որոշակի տեղեկատվություն, որ Իրանը Ադրբեջանի այլ տարածքներում էլ է փորձել ինչ-որ գործողություններ իրականացնել, այսինքն ես որ ասում եմ, նայեք, քրդերի առումով ինքը նախահարցակ ձևով զգուշացրել է, իսկ ինչի եք բացառում, որ այստեղ էլ ինքը կարող է նախահարցակ ձևով զգուշացնել, ուղղակի Նախիջևանը կտրուկ հանրայնացնելուց եւ դրանից հետո ավելի կոշտ նախազգուշացում ստանալուց հետո Ալիևը մինչ այս պահը չի հանդգնում բացել ցամաքային ներխուժման ճակատը։ Այստեղ ստացվում է, որ Ադրբեջանը ինքն է որոշել, այո, դուք ասում եք մեսիջներով, ուղիղ զրույցների միջոցով Իրանը հետ պահեց Ալիևին։ Արդյոք Ալիևի դա մտահղացումներ, այդ կոշտ դիրքորոշումը, կոշտ հայտարարությունները եւ արդյոք Ալիևը ինքը հետ կանգնեց։ Եթե այո, եթե Ալիևն էր որոշել հարձակվել, բայց դուք ասացիք, որ դա ոնց որ թե մարտավարության մեջ էր մտնում մի կողմից եւ ոչ միայն դուք դե երևի մենք էլ միասին հաղորդման սկզբից էլ նշեցինք եւ Իրաքի քուրդերի գործոնը եւ Ալիևյան Նախիջևանյան գործոնը։ Եթե դա ոտքի վրա են այդպիսի որոշումներ կայացվում նույն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, ապա երևի թե մեծ հարցեր է, այո, ոտքի վրա են որոշումները կայացվում եւ Իրանը այսպես մեսիջներ ուղարկեց, ինչպես դուք ասացիք, կամ նախազգուշացրեց եւ իրենք անմիջապես հետ քաշվեցին։ Չէ, նայեք, որոշումները ոտքի վրա երբեք չեն միանշանակ։ Այլ հարց, որ իրանք կայացվում են շատ արագ եւ իրական։ Ինչու Ալիևը այդքան կոշտ, այնքան անմիջապես, տեսեք, նույն օրվա ընթացքում, մի քանի ժամվա ընթացքում Ալիևը կոշտացրեց, հետո հետ քաշվեց։ Հենց որ դրանից հետո իրանք շատ ուղիղ բացատրում են, թե ինչ տեղի կունենա դրանից հետո։ Դրանից առաջ նրանք տեղյակ չէին։ Գիտեք ոնց է, դրանից օրինակ նայեք, սրանից ամիսներ առաջ ինչ որ մեկը կպատկերացներ, որ Իրանը ընդունակ է իր հարևան արաբական երկրների տարածքում գտնվող ենթակառույցները հավասարեցնել հողին։ 12 օրյայի ժամանակ։ 12 օրյայի ժամանակ իրանք հարվածեցին ընդամենը կատարին էներ նախազգուշացնելուց հետո։
Կատարին նախազգուշացված։ Իհարկե, Կատարին հստակ նախազգուշացված էր, Կատարի, այսպես ասած, դրա համար ոչ զոհ եղավ, ոչ այսպես ասած, լուրջ ինչ որ խնդիր եղավ եւ այլն։ Այսինքն իսկապես Թրամփի համար դա անակնկալ էր։ Նայեք, իսկ հիմա Իրանը դրած բնաջնջում է ողջ տարածաշրջանի ենթակառույցները։ Սրանից ասենք շաբաթներ առաջ ինչ որ մեկին մտքով կանցներ, որ Իրանի հրթիռները կհասնեն Կիպրոս։ Ինչ որ մեկին մտքով կհասներ, որ ասենք Դուբայը, որտեղ նաև հայերն են սիրում շատ հանգստանալ, կսկսի դառնալ մեռած գոտի։ Օրինակ, նայեք, քրդերը շատ ակտիվ պատրաստվում էին ներխուժման։ Դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Իրանի իշխանությունները, բացի նրանից, որ սկսեցին ռմբակոծել քրդական ուրեմն այդ բազաները, իրանք Իրաքի Քուրդիստանի ղեկավարությանը, որը շատ սերտ հարաբերություններ ունի, ասենք Բարզանի Իգլանը շատ սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, բացատրեցին, որ այդ պարագայում իրենք ոնց որ ասենք բնաջնջում են Ամերիկայի ենթակառույցները, կսկսեն խփել, ասենք նավթային բոլոր Իրաքի Քուրդիստանի տարածքում ողջ նավթային ռեսուրսներին եւ դրանից հետո հստակ զգուշացեցին դուք սահմանի վրա կանխեք ձեր քրդերին ձեր կողմից չկանխելը ես կդիտարկեմ աջակցություն ոչ թե ես կընկնեմ ման գալու օժանդակություն այլ կդիտարկեմ աջակցություն նայեք հենց որ դրված է Իրանի լինել չլինելու հարցը, իսկ այսօր սեղանին դա է դրված։ Ակնհայտ է, որ այդ պետությունը էլ ոչինչի առաջ կանգ չի առնի։ Հենց որ ինքը տարիներ շարունակ, նայեք, սպանում էին, ասենք, իր գեներալ Կասեմ Սոլեյմանիին, ընդամենը ինչ որ ռմբակոծություններ էր անում էլի ձևական բնույթի, ասենք, այլ ահաբեկչական գործողություններ էին կատարվում, էլի ինչ որ ձևով ուրեմն կիսապատասխանում էր 12 օրյա պատերազմի ժամանակ իհարկե Իսրայելին ինքը հստակ նախազգուշացրեց, բայց կային կարմիր գծեր, որը ինքը աշխատում էր չանցնել։ Այսօր այդ պետությունը հստակ հայտարարել է, որ ինքը կարմիր գիծ չունի։ Եթե ինքը կարմիր գիծ չունի, ասենք քրդերի առումով, որը վերջի վերջո իրանական ժողովուրդ է։ Եթե ինքը կարմիր գիծ չունի իր հարևան արաբական երկրների հետ կապված, որտեղ հաշվի առնելով, որ աշխարհագրությունը մեկա չես փոխի։ Ինչ ուզում լինի, իրանք մնալու են հարևաններ։ Ինչ է ինչ որ մեկին թվում որ ինքը կարող է կարմիր գիծ ունենալ Ադրբեջանի հետ կապված։ Դրա համար նայեք, այս գործողությունները տեղի ունեցան ձեր ասած հետ քայլը Ալիևի կողմից տեղի ունեցավ, հենց որ տեղի ունեցավ Ալիև Պեզեշկյան հեռախոսազրույցը։ Դրանից հետո ընդ որում իրանցիք շատ բաց տեքստով մոտավորապես իրանց ռեսուրսները հայտնում էին ինչ տեղի կունենա։ Նայեք, գոյություն ունի Բաքու-Թբիլիսի Ջեյխան ուրեմն նավթամուղը։ Այդ նավթամուղի նավթի 46%-ը ստանում է Իսրայելը։ Այսինքն անգամ անկախ Ադրբեջանի դիրքորոշումից արդեն դա իր համար թիրախ էր։ Հետո պատկերացրեք, եթե Իրանի այսօր քաղաքները բնաջնջված են, ճիշտ է, ի՞նչն է իրան խանգարելու, ընդ որում իրան չի դա նույն ձևով ինքը պատասխանում է ուրեմն արաբական երկրներին։ Բացի նավթային ռեսուրսներից նախորդին Իսրայելա-ամերիկյան դաշինքը արդեն խփեց ուրեմն Իրանի տարածքում աղազտման, ջրի աղազտման կայաններին եւ ինքը նույնը պատասխանեց Բախրեյնի տարածքին, ճիշտ է։ Այսինքն արդեն դրված է սեղանին ընդհանրապես այս տարածաշրջանում, այսպես ասած, այս ժողովրդերի գոյատևման հարցը ինչի, որովհետեւ բոլոր արաբական երկրները մոտավորապես 60-ից մինչև 100% կախված են այդ ջրի աղազտումից։ 70-90%։ Ну դա տարբեր բաներ են։ Բախրեյնը Կատարը ավելի շատ, Սաուդիները ավելի քիչ։ Հիմա նույնը, եթե ինքը այնտեղ չի խնայում, եթե այստեղից ինքը տեսնի վտանգ, ինչա ինքը պետքա որևէ մեկին խնայի։
գնահատական տանք, հետո անցնենք Հայաստանին, փաստորեն Իրանը կասեցրեց այդ ծրագրերը, կարողացավ իր զորու եղավ, այս փուլում, այո, ես դա եմ ուզում ասել, այս փուլում նա կարողացավ կասեցնել։ Մի կողմից եւ երկրորդը, ինչու է ասում գնահատական, այս փուլի համար իհարկե Պարզ չի դեռ ոնց կվերադասավորվի նույն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, Իրանը այս փուլում կարողացավ հաղթահարել ինչ որ առաջին հարվածը համենայն դեպս ջախջախից չդարձավ Իրանի համար։ Այո։ Նայեք, առաջինը, այո, համաձայն եմ ձեր հետ, որ այս փուլում որովհետև ակնհայտ է, որ սա կախված կլինի քրդերի, ադրբեջանցիների պատերազմի մեջ մտնելը ընդհանուր զարգացումներից։ Եթե Իրանը ուրեմն թուլանա, ապա պարզ է, որ եւ քրդերը, եւ ադրբեջանցիները, եւ բելուջները, եւ էլի մի քանի, այսպես ասած, ժողովուրդներ կփորձեն դրանից օգտվել։ Դա ժամանակավոր, այսինքն։ Դա կախված է զուտ, թե ոնց տեղի կունենան զարգացումները։ Հիմա երկրորդ հարցին, այո, առաջի հարվածը Իրանը կարողացավ դիմանալ եւ շատ ցավոտ հարվածներ հասցնել, որովհետև Իրանը հասկանալով, որ դրված է իր լինել չլինելու հարցը, ինքը գնաց մի մոդելի, որը կարելի է անվանել բնաջնջողական պատերազմ։ Այսինքն, եթե դուք դրել եք իմ բնաջնջման հարցը, ես իմ հետ միասին կտանեմ բոլորիդ։ Ընդ որում, նայեք, ինքը այսօր ունի դեռ հրթիռների զգալի պաշարներ, մեկ, երկրորդը մինչ օրս անհայտ է, թե ուր է առնվազն 450 կիլոգրամ ուրանը, որը բավական է մոտավորապես 11-ից 13 ատոմային ռումբ ստեղծելու համար։ Դե Թուրքիայի դիրքորոշման մասին այժմ չենք խոսի երևի թե դուք ասելիք ունեք, Դե ես ասեցի Թուրքիայի մասով, իհարկե Թուրքիան Իրանին դիտարկում է որպես տարածաշրջանային հակառակորդ, շատ կուզենար Իրանը տեսնել թույլ, նվաստացրած, չէ, գիտեք, տարածաշրջանային մրցակցություն է գնում, բայց ուղղակի այստեղ դրված է մի այլ հարց, Թուրքիան հոյակապ հասկանում է, որ իր մասնատումից հետո, Իրանի մասնատումից հետո կարող է դա, այսպես ասած, անցնել իր տարածք։ Նույն ասենք նայեք, եթե քրդերը փորձեն Իրանում ստեղծել իրենց պետությունը, ապա Թուրքիան էլ երաշխավորված չի, որ դա չի տարածվի իր տարածքում եւ առավել եւս որ ուրեմն քրդերը ամենամեծ թիվն են կազմում այս տարածաշրջանում Թուրքիայում։ Եթե Իրանում քրդերը մոտավորապես խոսքը գնում է 10-12 միլիոնի մասին, ապա Թուրքիայի տարածքում խոսքը գնում է 30 միլիոնի։ Մեկ հարց, Իսրայելի, եթե մենք խոսում ենք, իհարկե դուք ասացիք ոտքի վրա այդպիսի բաներ չեն անում, բայց շտկվում են։ Շատ արագ են շտկվում են պլանները, ունենում են, ասենք, մի 5 տարբերակ պլանների, մեկը չի աշխատում, մյուսն է։ Լավ, դա ընդունեցինք։ Բայց Իսրայելը միանշանակ համաձայն եք, թե ոչ, որ ունի բոլոր տարբերակների համար վերջնակետը իր ունի, նպատակակետը ունի, ճիշտ է, Իսրայելը։ Իմ հարցս վերջացնեմ, եթե տարբերակները, ճանապարհները տարբեր են, բայց վերջնակետը մեկն է, այդ ձեր ասած այդ բանաձևը Թուրքիայի քրդերը, Իրաքի քրդերը, Սիրիայի քրդերը, Իրանի քրդերը, Իսրայելը ունի վերջնանպատակ այս հարցի շուրջ։ Նայեք, ցանկացած պետության համար մնացած ազգերը ընդհանրապես գործիք են։ Իսրայելի համար, արևմուտքի համար քրդերը ընդհանրապես գործիք են։ Օրինակ ոնց են, ասենք, սրանից 150-200 տարի առաջ հայերը եղել գործիք։ Նույն ձևով քրդերն են գործիք։ Այսինքն մսացու են, որոնց դու կարողանում ես օգտագործել։ Բայց եթե իրենք միավորվեն, չէ, նայեք, դա գիտեք ոնց է, թե իրադարձությունները այնպես կզարգանան, որ գործիքը կկարողանա մի բան էլ նվաճել արևի տակ, պատմության մեջ իհարկե բազմաթիվ նման դեպքեր են լինում, որտեղ բուն Իսրայելն էլ է գործիք։ Իսրայելը ընդամենը նախագիծ է, որտով ժամանակին Բրիտանիան, հիմա Ամերիկան կարողանում են այս տարածաշրջանի նավթային ռեսուրսները որոշակի վերահսկողության տակ պահել։
Բայց այդ գործիք օրինակ նույն Իսրայելը կարողացավ։ Մենք լավ թե վատ ինչ որ այս տարածքում ունենք այսօր պետություն։ Այս պահին օրինակ Իրաքի Քուրդիստանում քրդերը ինչ որ գիտեք ինքնավար միավորում են։ Հաճախ գործիքը կարողանում է արևի տակ իր տեղը նվաճել։ Բայց գիտեք ոնց է, դա կախված է բազմաթիվ հանգամանքներից, թե ոնց կզարգանան իրադարձությունները եւ արդյոք դուք ունենաս այդ հմտությունը։ Օրինակ նայեք, վերցնենք Սիրիայի Քուրդիստանը։ Սիրիայի Քուրդիստանը գործիք էր ընդդեմ Բաշար Ասադի։ Իրանք չհասկացան, որ իրանց կյանքը կապված է դրա հետ։ Եվ ինչքան էլ իրանց օգտագործում են Բաշար Ասադի դեմ, իրանք պետք է հակառակը ամեն ձևով շահագրգռված լինեին, որ Բաշար Ասադը մնար իրանց հակառակորդ։ Քանի կլներ Բաշար Ասադը, իրանց, այսպես ասած, իրանք պետք կլինեին։ Իրանք չհասկացան, որ արագացնելով Բաշար Ասադի տապալումը, իրանք փորեցին իրանց գերեզմանը, հասկանում եք։ Այսինքն այստեղ է երևում քաղաքական հմտությունը, որ դու կարաս էլի պայքարել, բայց կարաս ինչ որ ձևով նաև այնպես պայքարել, որ դու նա մնա եւ դու էլ մնաս։ Բարի, եւ իմ առաջի հարցն էր այս ամբողջ իրավիճակում, երբ որ բավականին բարդ է եւ ոչ միայն ընթացքն է բարդ, այլ բարդ են դրա այդ ընթացքի հետևանքները, մենք նաև իմացանք, որ Իսրայելը հրապարակեց դա պրոպագանդիստական բաներ են, բայց բոլոր դեպքերում բոլոր լրատվամիջոցները տարածեցին Հայաստան, Վրաստան, Ադրբեջան վտանգավոր գոտի է, եւ մենք ունենք նաև Նիկոլ Փաշինյան վարչապետ, ով ցուցադրում է, ցուցադրաբար, բոլորը տենց են գնահատում, որ այդ իր բոլոր տեսանյութերը, որոնք տարածվում են, դրանք ցույց են տալիս, որքան խաղաղ է նրա հոգին, որքան նա չի վախենում եւ ժողովրդին է ասում, ժողովուրդ մի վախեցեք, այն ինչ կատարվում է Իրանում, դա սարսափելի չէ։ Այո, թե ոչ։ Դե գիտեք ոնց է, այստեղ շատ կարճ ժողովրդական լեզվով կարելի է ասել իր քաղաքականությունը, որ ասում է ոչ խելք ունի, ոչ մեղք։ Այսինքն ավելի շատ երևի Հայաստանի իշխանությունները իրենց դրել են անմեղ սունակի տեղ, ցուցադրելով, որ դե գիտեք անմեղ սունակ ենք, մեր հետ գործ չունեք էլի, մեկը անմեղ սունակ ենք, ինչ անելու եք, կանեք էլի մեկը։ Թողեք մենք մեր համար ասենք, կարկանդակ կրծենք, կուկուրուզ կրծենք։ Դե հենց գիտեք ոնց է, ամբողջ տարածաշրջանում դրված է լինել չլինելու հարցը, իրանց հետաքրքրում է միայն իշխանության հարցը։ Եվ դա էլ է չէ ցույց տալիս անմեղ սունակության աստիճան։ Իսկ գուցե իսկապես Հայաստանը շատ ապահով դիրքում է գտնվում եւ այդ քամիները, այդ փոթորիկը, այդ պատերազմը, այդ հրդեհը մեր կողքով կանցնի կգնա եւ հենց որ վառվում է տարածաշրջանը, ասենք պատկերացրեք, որ ասենք վառվում է շենքը, դու կտուրի ինչ որ ծայրում նստած, ասես գիտեք ոնց է, այստեղ ապահով է, ընդհանուր տարածաշրջանն է վառվում։ Ինչի մասին է խոսքը։ Վառվում են արաբական երկրները, որոնք ասենք ամենաապահովն են, չէ, տասնամյակներ շարունակ, որտեղ բոլոր աշխարհի միլիարդատերերը այնտեղ են պահում իրենց եւ կապիտալները եւ ժամանակ անցկացնում։ Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, չէ, ինչա տեղի ունենում։ Ոնց կարա, չէ, ոնց կարող այս իրավիճակում ոչ միայն Հայաստանը, Իրանին շրջապատող որևէ երկիր լինել ապահով, առավել եւս, որ Հայաստանը ուղիղ սահմանակից է Իրանին, անում եք, ասենք դուք պատկերացրեք մի իրավիճակ, որ ասենք Իրանի համար վատագույն սցենարը, Իրանը կազմաքանդվեց, կազմաքանդման պարագայում մեր սահմանին կառաջանան առնվազն երկու խոշոր միավորումներ պետական ու չճանաչված կամ կարող է հետո ճանաչեն։ Ենթնենք այս սցենարով ակնում։ Մեկը դա ուրեմն ադրբեջանական միավորումը, մյուսը քրդական։ Հենց որ նոր ստեղծում են պետական միավորումներ, այդ տարածքում քաոս է չէ տիրում։ Ստեղծում են խմբավորումներ, որոնք հետո դառնում են զինված ուժերի։ Դուք պատկերացրեք մի տեղ 10 միլիոնանոց, այսինքն բոլորը Հայաստանից մեծ են։
ասենք մեկը 10 միլիոն է, մյուսն էլ ասենք դե տարբեր թվեր կան, պատկերացնենք, ասենք մի 20-25 կամ միլիոն է, որոնք ասենք նոր ստեղծվող պետությունները ամեն ինչի ընդունակ են, ոչ սահման են ճանաչում, ոչ տարածք են ճանաչում։ Ասենք դու կարող ես, չէ, խոսքի օրինակ, ասենք վաղը ճանաչված նույն Ադրբեջանը ներկայիս հարցակվի եւ դու դիմես միջազգային տարբեր ինչ որ ասես, գիտեք, չի որ չճանաչված պետությունն ակո վրա հարցակում, ինչ ես անում։ Ոչինչ։ Չի անգամ եթե դու պետքա ինքդ քեզ պաշտպանես, ճիշտ է։ Ես ընդամենը մի վտանգի սցենար ձեզ բերեցի։ Իսկ կան նմանատիպ բազմաթիվ սցենարներ կարելի է մոդելավորել, ներկայացնել։ Հիմա այս մարդիկ ասում են ոչ խելք ունեն, ոչ մեղք ունեն, անգամ սրանք մոդելավորել, ռիսկերը գնահատել եւ համապատասխան ձևով պատրաստվել։ Օրինակ, այս կապակցությամբ դու պատկերացրա կա այդ վտանգը։ Դու ինչ պետք է անես։ Դու առնվազն հայ-իրանական սահմանի ամրացում անես, ճիշտ է։ Դուք այսօր նման աշխատանքների մասին տեղյակ եք, չէ։ Դու պետքա այսօրվա դրությամբ ակնհայտ է, չէ, որ այս Իրանի պատերազմի հետ կապված Հայաստանը կունենա բազմաթիվ տնտեսական խնդիրներ, ճիշտ է, գների աճ եւ այլն։ Դուք այսօր տեսնում եք այս իշխանությունների կողմից համապատասխան ռեսուրսների պաշարների կուտակում, չեք տեսնում։ Անում եք։ Դրա համար ինչ եմ ասում եմ, իրանց դրել են անմեղ սունակի տեղ, ասում են դե հիմա այս ենք էլի մեզնից ինչ եք ուզում։ Գովազդ Սակայանք եթերում վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը, թե դեմ չեք։ Գովազդ եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ ենք զրուցում, պարոն Կիվիրյան, ձեր գրառումներից մեկն եմ դուրս բերել եւ այժմ խնդրելու եմ ավելի բացեք, ավելի մեկնաբանեք։ Եվ այսպես, դուք ասում եք, ոնց նայում եմ, ներկա իրավիճակում Իրանի գոյությանը ավելի շատ սպառնում է խաղաղությունը, գոյությանը սպառնում է խաղաղությունը, ասում եք դուք, քան թե պատերազմը։ Պատերազմն է, որ ապահովում է միասնականություն ու առկա տոտալ դժվարությունների հաղթահարում։ Եվ շարունակում եք դուք ասում եք հենց պատերազմը ավարտվի, կուտակված խնդիրները նորից կբարձրանան վերև։ Այսինքն Իրանին, ես չեմ ուզում ձեր փոխարեն ասել թե դուք ինչ նկատի ունեիք, բայց այստեղ պարզապես հարց է բարձրանում, ոչ թե դուք նկատի ունեիք, այլ ինձ մոտ է հարց։ Նշանակում է այս պատերազմը ձեռնտու է Իրանին տարբեր տեսանկյուններից եւ ինչու ոչ գուցե Իրանը ամեն ինչ ճիշտ է նա բանակցությունների գնում էր, բայց նրան ավելի ձեռնտու վիճակ է, որ մեկընդմիշտ նա այդ հարցը լուծի, անգամ որքան էլ վտանգավոր է դա իր համար։ Չէ, նայեք, ոչ թե Իրանին ձեռնտու էր պատերազմը։ Իրանին պատերազմը ձեռնտու չէր, այլ հարց, որ ներկա ավերածություններից հետո, տոտալ ավերածություններից հետո, պատկերացրեք, որ վաղը եղավ խաղաղություն, Իրանը եթե չկարողանա լուծել առկա խնդիրները, մասնավորապես սանկցիաների դուրս գալը, որ ինքը կարողանա ազատ իր նավթային ռեսուրսները վաճառի եւ այլն, ինքը չի կարող վերականգնել այդ ավերածությունները եւ կառույցները եւ դա առաջացնելու է հասարակության տոտալ դժգոհություն։ Լավ, եկեք սկզբից փորձենք բացատրել, նայեք։ Իրանը կարող է քանդվել միմիայն ներսից։ Արտաքին հարվածները այս ցույց են տալիս, որ դրանք իհարկե վտանգավոր են, բայց չեն հանգեցնում Իրանի ռեժիմի փլուզման։ Իսկ այն, ինչ կարող է տեղի ունենալ ներսից, դա Իրանի իշխանությունների համար խիստ վտանգավոր է։ Վերցնենք անալոգիա, օրինակ նայեք 12 օրյա պատերազմը, իրանք հենց որ պատերազմը ընդհանուր էր, հասարակությունը բավականին միասնական դիմադրում էր, ավարտվեց այդ պատերազմը, ընդ որում այն ժամանակ այս ավերածությունների երևի մի տոկոսն էլ տեղի չէր ունեցել։ Եվ դրանից հետո ներսում տեղի ունեցան զարգացումներ, որ Իրանը ուղղակի շատ կտրուկ կարողացավ կանխել եւ թույլ չտալ դրա զարգացմանը։ Դե գիտեք ոնց է, հիմա պետությունները գոյատևման գինը նաեւ դաշնությունն է։ Դա հանրահայտ փաստ է։ Պետությունը առանց դաշնության չի կարող գոյատևել։ Հիմա պատկերացրեք այս իրավիճակը։ Ասենք 100-ապատիկ ավել ավիրված է ողջ երկիրը։ Երկիրը կատի ուղակի պատերազմի ժամանակ կա այդ ընկալումը, որ պետք է միասնական ձևով դիմադրել, պետք է փորձել մնացած խնդիրների վրա ուշադրություն չդարձնել եւ այլն։ Պատերազմի ժամանակ ցանկացած խոսք, չէ, ընկալվում է որպես դավաճանություն, իշխանությունների հասցեին ցանկացած խոսք։ Բայց հենց որ պատերազմը ավարտվի, եւ Իրանը չկարողանա լուծել առկա կուտակված խնդիրները, ապա դա կարող է շատ լուրջ մարտահրավերների առաջ կանգնացնել երկիրը։ Դրա համար 3 առաջի անգամ իրանական ռեսուրսները հենց որ հրապարակում էին այն պայմանները, որոնց պարագայում իրանք կգնան խաղաղության։ Առաջի պայմաններից մեկը դա, որ սանկցիաները պետք է դուրս գան, որտեղ ինքը հոյակապ հասկանում է, որ իշխանությունը եւ Իրանը կարող են գոյատևել այն պարագայում, եթե իրանք կարողանան ծախել իրենց նավթը, գազը եւ ըստ դրա ունենան ռեսուրսներ վերականգնելու երկիրը։ Այլ պարագայում դա այո լինելու է լրջագույն սպառնալիք։
Նայեք, դա բոլոր պետությունների մոտ է։ Բաշար Ասադը երբ ընկավ, տարիներ շարունակ դիմադրում էր, ճիշտ է։ Հենց որ արդեն չկար որևէ տեղ, որտեղից ինքը կարողանար գումարներ հայթայթել։ Վերջ, բանակը կազմակերպվում է։ Պետությունը փլվում է։ Պետությունը վերջի վերջո պետք է կարողանա չէ ունենալ հայթայթել փող, որպեսզի լուծի արկա այդ թվում եւ սոցիալական խնդիրները։ Եվ սա եւ որ ես մատնանշել եմ, որ խաղաղությունը սպառնալիք կարող է հանդիսանալ Իրանին։ Ոչ թե ինքը ուզում էր այդ պատերազմը։ Ուղղակի հիմա հենց որ երկիրը ավիրված է։ Դեռ 8-րդ ուժն է, քանի օր է ընթանում։ Բայց արդեն իսկ մենք տեսնում ենք Իրանը ինչ վիճակում է, քաղաքները փլատակների տակ են։ Թրամփը ասում է, Թրամփը այնուամենայնիվ իր տեսլականով, իր հասկացածով գնում է առաջ, ասում է, ես իմ տեխնացությունը ունեմ։ Նա պատկերացնում է նույն այդ ձևակերպման մեջ մենք տեսնում ենք էլի Վենեսուելայի նախադեպը ինքը այդպես է պատկերացնում, ինքը ունի ես իմ տեխնացությունը ունեմ, այս Խամենեիի որդին, որ ստանձնել է եւ նրան բոլորը երթմնակալության ուրեմն արարողությունը անցկացրեց, նա ասում է դրան մի կողմ կդնենք, չգիտեմ ոնց, երևի էլի նորից ակնարկում էր սպանությունը կամ չգիտեմ ինչպես, նա ասում էր ես իմ տեխնացությունը ունեմ։ Ինչ է սա նշանակում։ Իսկապես Միացյալ Նահանգները վստահ են, որ կարողանալու են կառավարել Իրանը։ Գիտեք, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները ընդհանրապես ցանկանում են այս բանին կառավարել Իրանը։ Իրանք ցանկանում են ուղղակի կազմակերպել Իրանը եւ փլատակների տակ թողնել Իրանը, տարածաշրջանը եւ իրանք արևմտյան կիսագնդում բավականին այսպես հաջող ձևով շարունակել իրենց գերիշխանությունը։ Իրանց հիմնական նպատակը այս պահին ակնհայտորեն դա է։ Դուք տարածաշրջան բառն էլ օգտագործում։ Իհարկե, դե մենք այսօրվա դրությամբ տեսնում ենք։ Ոչ միայն Իրանը, նաև որ տարածաշրջանը։ Գիտեք ոնց է։ Մերձավոր արևելքի մասին եք խոսում ամբողջությամբ։ Խոսքը իհարկե գնում է մերձավոր արևելքի մասին, բայց եկեք չմոռանանք, որ այս տարածաշրջանը, որտեղ մենք նստած ենք, ինքը իհարկե, քանի որ ՍՍՀՄ-ի կազմում էր, ինքը համարվում է Անդրկովկազ, բայց ինքը մերձավոր արևելքի շարունակությունն է։ Եվ դրա համար եմ ասում, կրակը շատ արագ կարող է տարածվել այստեղ։ Բա ինչի, այդ է ես բացատրում մեր հարցազրույցի սկզբում, շատ արագ կարող է տարածվել։ Իսկ առնվազն մերձավոր արևելքը, այո, թողնել ուրեմն փլատակների տակ։ Նայեք, ինչի իրանք առաջի հարվածը ԱՄՆ-ն հասցրեց Վենեսուելա։ Ինքը լուծեց Իրան նավթային հարցը։ Ինքը Վենեսուելայից կստանա իր ուզած չափով նավթ, մնացած ռեսուրսներ, ընդ որում Վենեսուելան բացի նավթից ունի նաև այլ տարբեր հանքերի զգալի պաշարներ։ Ճիշտ է, օրինակ ընդամենը 3 տեղեկատվություն գնաց, օրինակ աղքատության մեջ այս պահին թաղված Վենեսուելան 100 միլիոնի ոսկի է տվել ԱՄՆ-ին։ Այսինքն գնում է այդ պետությունը կաթելու process-ը։ Մենք վերադարձել ենք կոլոնիալ ժամանակները։ Վերջի վերջո հասկանանք մենք որտեղ ենք հայտնվել։ Այն բարի ձյաձյաների հեքիաթները, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մոտ 70-80 տարի հասարակություններին դրանով ապրացել են, պրծել է։ Մենք հիմա ապրում ենք, մոտավորապես վերադառնում ենք 17, 18, 19-րդ դարերի նեոկոլոնիալ ժամանակաշրջան, որտեղ ուժեղները բաց փորձում են կաթել թույլերի ռեսուրսները։ Վերջի վերջո Իրանը շատ հոյակապ դիմադրում է հասկանալով դա։ Դերեք, դա անտեղյակների պատկերացմամբ է Իրանը դա ասենք թեոկրատիկ ինչ-որ ասենք կրոնապետություն։ Իրանում իշխում են իսլամ հակած, կարելի ասել ուրեմն 18-19-րդ դարերի ձախակողմյան սոցիալիստական գաղափարախոսության մարդիկ։
Դա ալի շարիաթի գաղափարախոսությունն է այնտեղ իշխում, ուղղակի այդ գաղափարախոսությունը հագցրել են իսլամական շորեր, այսինքն որտեղ շատ սուր դրված է հավասարության հարցը, դրված է այսպես կոչված այլ սոցիալիստական հարցեր։ Մասնավորապես դրանով է պայմանավորված, որ այսօրվա դրությամբ նայեք, միմիայն Իրանի տարածքում է, որ այս իրավիճակում հայտնվելով պետությունը փորձում է առավելագույնը բնակչությանը անվճար ինչ-որ սոցիալական ծառայություններ մատուցի, փորձի հոգալ իր հոգսերը Բայց եւ դեկտեմբերյան ապստամբությունը ուրեմն նայեք, դա սոցիալական թեմաներում է, ճիշտ է։ Իհարկե Դժգոհություն կա։ Հիմա էլ կա։ Ինչի է այդ դժգոհությունը, որտեղ Իրանը չի կարողանում իր էներգակիրները ազատ տնօրինել։ Եթե թույլ տային այդ երկրին ազատ տնօրինելու իր էներգակիրները եւ վաճառելու, հավատացեք, իրանք հոյակապ կերպով կլուծեին իրան սոցիալական բոլոր խնդիրները։ Այսինքն արհեստական այդ թթվածինը կտրելով սանկցիաների միջոցով որպեսզի հրահրում են ժողովրդի ցասումը եւ դժգոհությունը։ Բայց հասկացեք, նայեք, Իրանը օրինակ Լիբիա չի։ Հասկանում եք, Լիբիայում նու այնտեղ բաժանված է 3-4 միավորումների, այդ 3-4 միավորումներում ով իշխան, ինքը թքած ունի հասարակ մարդկանց վրա։ Ուղղակի թքած ունի։ Իրանը առավելագույնը փորձում է այս խնդիրները լուծել։ Սրանով է պայմանավորված, որ նայեք, սանկցիաների տակ գտնվող երկիրը այսքան օր ռմբակոծվում է։ Դուք տեսնում եք այնտեղ դժգոհություն, դուք տեսնում եք այնտեղ Դե գալիս ենք ձեր այդ ձևակերպմանը, որ խաղաղությունն է սպառնում, իսկ պատերազմը համախմբում է։ Եթե սա նայեք, ուրեմն Լիբիայում առաջի ռմբակոծությունները չսկսած արդեն ապստամբություններ էր։ Սա գիտեք ինչ է նշանակում, սա նշանակում է, որ նայեք 90 միլիոն պետության մեջ դուք իհարկե կարող եք գտնել 10-20 միլիոն դժգոհողներ, բայց հիմնական մասան այս կուրսը պաշտպանում է, դա դրանով է պայմանավորված։ Այսինքն Միացյալ Նահանգների համար սա էլ էր սուրպրիզ, Գիտեք անսպասելիություն, նայեք, խնդիրը ոչ թե սուրպրիզն էր, խնդիրը նա էր, Նա կարծում էր հենց մտնեն, իրանք լուծում են մի քանի հարց, օրինակ, որ դուք ասեցիք, որ իրանք ունեն պլան A, B, C, D, այո, դուք ճիշտ եք ասում։ Նայեք, Իսրայելի հետ կապված ինքը լուծում է մի հարց։ Իհարկե, ասենք, կբերեր դա Իրանի փլուզման, Իրանում իր ունեցած տեխնացուին կբերի, բայց եթե չի բերում, պլան B-ն իր համար էլի խնդիր չի, ամբողջ տարածաշրջանը թողնել փլատակների տակ եւ ինքը եւ նայեք, այս պատերազմը նաեւ պայմանավորված էր դրանով։ ԱՄՆ-ն հոյակապ տեսնում էր, չէ, որ ասենք այսպես կոչված գլոբալ արևելքը գլուխ է բարձրացնում եւ սպառնում է իրեն մոնոպոլիաներին բոլոր կարելի ասել տնտեսական ոլորտներում ընդհանուր փորձում է սահմանափակել ասենք դոլարի շրջանառությունը ինչա պետք անել պետք է այդ ուրեմն գլոբալ արևելքը թողնել փլատակների տակ եւ ինքը Վենեսուելայի նավթով այն կիսագնդում փորձել պահպանել իր գերիշխանությունը։ Սա է գլոբալ առումով այս պատերազմի բուն պատճառը։ Իհարկե կա իսրայելական լոբի, կա ուրեմն բայց գիտեք ոնց է դրանք ընդամենը լրացուցիչ պայմաններ են։ Այսինքն սա Միացյալ Նահանգների խաղն է, ոչ թե Իսրայելի խաղը, դուք ասեք Իսրայելը գործիք է, շատերը ասում են Միացյալ Նահանգներն են Իսրայելի ձեռքին գործիք։ Գիտեք ոնց է։ Այս հարցում։ Նայեք, այն որ ուրեմն ուղակի եթե չլներ տարբեր իսրայելական լոբիստական շրջանակների ուժը, իրանք կգործեին այլ ձևով այս նույն հարցով, ասենք կարող է ժամանակի մեջ այլ ձևով տեղավորվեն, կարող է այլ ստրատեգիա, դա այլ է, այսինքն Իսրայելը կարողանում է մանիպուլացնել ԱՄՆ-ին, բայց որ ԱՄՆ-ն էլ ունի իր շահերը, դա ակնհայտ է։ Պարոն Կիվիրյան,
շատ այս կետում կանգնում ենք, որ Միացյալ Նահանգները եւս ունենի շահերը եւ վերադառնում ենք ձեր այն ձևակերպմանը, որ դուք ասում եք մեր նպատակն է մերձավոր արևելքը, այս տարածաշրջանը փլատակների տակ թողնել։ Միացյալ Նահանգները ինչ նպատակ ունեն, ինչու ունեն այդպիսի նպատակ, փլատակների թողնելը դա ինքնանպատակ չի, դա ըստ երևույթին ինչ որ հաջորդ քայլել Ես բացատրեցի դա։ Եթե կարելի է Իսրայելի տեսանկյունից, որովհետև դա էլ ասեմ ներողություն, այո, շատերն են ասում, որ այստեղ սա գազայի նման ջնջելու են, հետո Իսրայելը գալու է եւ գերիշխելու է այս տարածաշրջանում։ Արդյոք դրա ճանապարհն է բացում Միացյալ Նահանգները ըստ ձեզ։ Նայեք, սկզբից եկեք նայենք Միացյալ Նահանգների ստրատեգիան, հետո ասենք Իսրայելի ստրատեգիային։ Ուրեմն ես չնայած արդենից բացատրեցի, գոյություն ունի, ասենք, ԱՄՆ-ն երկար տարիներ գերտերություններ ՍՍՄ-ի փլուզումից հետո երկար ժամանակ այսպես միակ գերտերությունը այսօրվա դրությամբ ակնհայտ էր, որ այդ տեղը փորձում է գրավել Չինաստանը, որը իր շուրջ ստեղծել էր, այսպես ասած, կողմնակիցների ճամբար, որի մեջ մտնում է Իրանը, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, մտնում էր Վենեսուելան, այլ նաև մանր-մունր պետություններ։ Հիմա դու հենց որ տեսնում ես, որ քո պարտությունը ժամանակի հարց է, դու փորձում ես կիրառել ինչ-որ ստրատեգիա, թեկուզ դաժան ստրատեգիա, որպիսի քո հակառակորդին զրկես այդ ռեսուրսներից։ Տվյալ դեպքում դուն ով է կներեք։ Խոսքը գնում էր ԱՄՆ-ի մասին։ Նայեք, Վենեսուելայից հետո ես իմ բազմաթիվ գրառումներում գրել եմ, որ հաջորդը կլինի Իրանը։ Մեծ խելք պետք չի հասկանալու համար, որ Իրանը, եթե իրանք հաղթեն, կդրվի Ռուսաստանի հարցը։ Ընդ որում գիտեք ոնց է, առաջի փուլով կարող է դրվի նաև Ռուսաստանի, ասենք, Ռուսաստանում բերել իշխանություն իրանց ուզած մարդուն։ Եթե չբերեն, նոր կսկսվեն այս իրանական խնդիրները։ Միմիայն այդ պարագայում է ԱՄՆ-ն կարող բռնել, այսպես ասած, Չինաստանի կոկորդից։ Այլ պարագայում ԱՄՆ-ի պարտությունը տնտեսական դա ժամանակի հարց էր։ Սա է գլոբալ այդ ստրատեգիան։ Չինաստանը լուր նստած Չէ, Չինաստանը լուր չի նստած, իսկով ասես, թե լուր նստած դիտում է։ Նայեք, 12 օրյա պատերազմում ընդդեմ Իրանի, եթե մենք դնենք համեմատենք եւ այսօր, մենք տեսնում ենք ակնհայտ տարբերություն, չէ։ Իհարկե դա Իրանն է կարողացել Իրանի ռազմաքաղաքական էլիտան նոր ստրատեգիա մշակել, բայց նաև ակնհայտ է, որ ինչ որ պետություններ իրեն օգնել են։ Այսօրվա դրությամբ հենց որ նշվում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Իրանին տրամադրում են հետախուզական տվյալներ, ոչ մեկը չի էլ լրջորեն դա հերքում։ Իսկ ես ձեզ ասեմ, պատերազմի ժամանակ այդ տվյալները դա ռումբերի պես թանկ բան են, հասկանում եք, որ դու հստակ իմանաս, որ նշանակետին խփես, ունենաս այդ նշանակետների հստակ կոորդինատներ։ Հենց որ ասենք նայեք, մերձավոր արևելքի արաբական պետություններում Իրանը կարողանում է ճշգրիտ խփել ոչ միայն ամերիկյան RLS-ներին, այլ նաև անգամ այն հյուրանոցներին, որտեղ տեղակայված են ամերիկյան զինվորները։ Պարզ է չէ, որ ինչ-որ մեկը իրեն օգնում է այդ նույնն էլ իրենց մոտ են սպանում եւ վերջի սպանությունն էլ գիտեք ով էր։ Չէ, նայեք, երկու կողմն էլ դա իհարկե իրականացնում է, բայց այստեղ տարբերություն կա։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ունեն այդ տվյալները, իրանց հզորությունն ու ավելի բարձր է Ամերիկան։ Ամերիկան է Իսրայելին տալիս այդ տվյալները։ Իսկ Իրանին ինչ որ մեկը ուղղակի նաև դա Չինաստանն է։ Հետ գանք տարածաշրջանը փլատակների տակ։ Դե Իսրայելը եւ Իսրայելի գործունը։ Նայեք։ Ուրեմն կա հայտնի լրագրող Տակեր Կարլսոնը,
ճիշտ է, որը վերջերս հարցազրույց էր արել այս պատերազմի նախօրեին Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի հետ, ճիշտ է, եւ ինքը դեսպանին շատ ուղիղ հարց տվեց, ասեց Սուրբ գրքում, որ նշվում է, որ Իսրայելը պետք է լինի Եփրատից նեղոս, դուք դա պաշտպանում եք, եւ այդ մարդը չհերքեց, մոտավորապես իր բառերը թող կատարվի, դրանից ավելի ցայտուն պատասխան ինչ որ մեկը կարող է տալ, խոսքը գնում է դեսպանի մասին, ԱՄՆ-ի դեսպանի մասին, խոսքը չի գնում Իսրայելի պաշտոնյայի մասին, նայեք, ուրեմն բացի տնտեսական այդ հենքերից կա գաղափարախոսական հենք, որը վերաբերվում է Իսրայելի։ ԱՄՆ-ում իշխանության են, այսպես ասած, բողոքական, այդ մարդկանց անվանենք բողոքական, տարբեր բողոքական թևերի ներկայացուցիչներ են։ Ու այնտեղ կան նաև բողոքական, այսպես ասած, ծայրահեղ ավելի խմբեր, որոնց նաև այսօրվա ամերիկյան էլիտան դրա մաս է, որոնք կարելի է անվանել քրիստոնյա սիոնիստներ, որոնք գտնում են, որ Իսրայելի կայացումը, պաշտպանությունը բխում է այն կրոնական դավանանքն ու կրոնական հենքից, որոնք իրենք դավանում են։ Սրանով է պայմանավորված իրենք աչք փակելը ուրեմն Իսրայելի բոլոր գործողությունների առումով։ Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, չէ, այդ ներկայիս ԱՄՆ-ի էլիտան, ռազմաքաղաքական էլիտան, լինի Տրամպը, լինի պաշտպանության նախարարը, լինի փոխնախագահան, ամեն հարցում ցիտատներ են բերում Աստվածաշնչից, տարբեր կրոնական, այսպես ասած, արտահայտություններ հրամցնելով որպես բացառիկ ճշմարտություն։ Այդ ամբողջ ինչա, ասենք, բոլորը լսում են։ Դա պայմանավորված է դրանով, այսինքն քրիստոնյա սիոնիստների համար Իսրայելի ունեցած դերով։ Նորից Թուրքիայի մասին մտածեցի, բայց երևի չպտտվենք, հետ չգնանք։ Չէ, այնուամենայնիվ, Թուրքիան հրաշալի գիտի այդ պլանների մասին, եթե դուք դա ասում եք, տեղեկացված պետք է լինի համենայն դեպս Թուրքիան, կամ գլխի ընկած պետք է լինի Թուրքիան։ Դուք ինչ եք կարծում, Թուրքիան, ես հարցրեցի Չինաստանը լուր հետևում է, Թուրքիան էլ է լուր, դուք ասեք ոչ, ներկայացրեցիք ինչպես կարող է Չինաստանը չերևացող մասնակցություն ունենալ, իսկ Թուրքիան լուր հետևում է այդ ընթացքին։ Չէ, լուր չի հետևում, կոնկրետ քրդերի հետ կապված Թուրքիան հետախուզական եւ այլ տվյալներով օգնում է Իրանին։ Կոնկրետ, իհարկե, որովհետեւ Թուրքիային ես ինչպես մատնանշեցի, իհարկե ձեռնտու է Իրանի թուլացումը, բայց որևէ առումով ոչ միայն ձեռնտու չի, այլ ուղղակի սպառնում է քրդական գործոնի զարթոնքը։ Եւ Մեծավոր Արևելքի փլատակների մեջ նաեւ կարող է հայտնվել նույն Թուրքիան։ Իդեք, նայեք, նայած որ փուլում։ Ուղղակի այսպես մի բան ասենք, էլի, եկեք մի բան պատկերացնենք։ Դուք այս հարցը, որ հիմա տալիս եք, դա պետք է ամբողջական նայել։ Հայերի մի մասը մտածում է, որ այս փուլում բոլորի փլատակի հետ տակ հայտնվելուց հետո մեր հակառակորդների այդ բոլոր տարածքները կանցնեն Հայաստանի։ Չէ, նայեք, ու շատերի մոտ ինչ որ ասենք, ուրա լսում են, սա փլվի, նա փլվի։ Իրականության մեջ մենք այսօր այնպիսի
քաղաքը մեր հակառակորդների փլուզումը ձեռնտու կլիներ, եթե այո անցներ մեզ, բայց եթե դու էլ կարաս մնալ դրա փլատակների տակ, պետք է 100 անգամ մտածես, թե արդյոք անգամ քո ամենադաժան հակառակորդի փլուզումը քեզ այդ բային ձեռնտու է, թե ձեռնտու չի։ Ու ինչ անես, ասենք մտածեցի։ Չէ, ես ասեցի այն բազմաթիվ քայլերը, որը դու պետք է ձեռնարկես, օրինակ, ինչի ես ասեցի, իհարկե, որ չմնաս դրա տակ։ Եվ առնվազն քեզ չփորձեն ներքաշել։ Նայեք, ես սրա մասին մի քանի անգամ վերջերս խոսացել եմ, եկեք էստել ասեմ։ Երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները այս երկիրը փորձեցին վերածել գերտերությունների բախման պոլիգոնի։ Դուք պատկերացեք այս բանին Տրամպի ուղին գործեր։ Եթե Իրանը դրած բնաջնջում է բոլոր ամերիկյան ենթակառույցները այս տարածաշրջանում, ինքը խնայելու էր այդ ուղին։ Հայաստանում կա նաև Միացյալ Նահանգների դեսպանատուն, կարծես թե այս պահի դրությամբ ամեն ինչ խախանվում։ Չէ, ես նորից եմ ասում, չէ, դեսպանատունը դա վերջն է, վերջի բանն է։ Ինքն է, նայեք, օրինակ առաջինը դու խփում ես ենթակառույցներին, իր համար վտանգ է ստեղծում ենթակառույցները, ռազմական եւ լոգիստիկ։ Այդ ենթակառույցներով, որովհետև սպասարկվում էր Իրանի դեմ պատերազմը։ Եթե այդ ճանապարհը անցներ, պարզ է չէ, որ ինքը սպասարկելու էր։ Դրանից հետո խփելու են եւ դրանից հետո կխփեին նաեւ դեսպանատը։ Հիմա դա եթե է, դա չկա, դեռ չի գործում։ Այս պահի դրությամբ խոսելի ինչ ունենք այստեղ։ Չէ, նայեք, եթե չի դա հստակ է։ Դրա համար եմ ասում, Հայաստանը պետք է ամեն գնով ծերծ մնա երկիրը վերածելու գերտերությունների բախման պոլիգոնից։ Այսքան տարի ես դա բացատրում եմ։ Դրա արդյունքում է, որ հարյուրավոր տարիներ առաջ Հայաստանը մի անգամ էլ է սրա մեջ մտել եւ դրա արդյունքում ինքը բաժանվեց Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ։ Բայց այսօր կարծես թե Փաշինյանը բալանս է պահում։ Չէ, Փաշինյանը եթե շատ խելացի ռազմավարությունն է։ Ուրեմն Փաշինյանը եթե խելք ունենալ բալանս պահելու, ինքը Տրամպի ուղով չէր տառապի։ Ես Տրամպի ուղուց տարիներ առաջ ասել եմ, դու կառուցի այդ ճանապարհը ու մեկ օր շուտ բացի։ Դրա համար մեծ ռեսուրսներ քեզ պետք չեն։ Դու այսօրվա դրությամբ ամբողջ քաղաքը 5 անգամ ասֆալտ ես քերում եւ ասֆալտ ես փռում։ Այդ 40 կիլոմետրի ինչա որ չես կառուցում։ Ինչ կփոխեր դա։ Դա կփոխեր, որ դու եթե ինքդ կարողանում ես դա կառուցել, վերահսկել եւ բոլորին ընդ որում հրավիրել, որ եկեք օգտվեք, իմ վերահսկողության տակ եկեք օգտվեք։ Դա կփոխեր նա, որ երկիրը չի դարձնի գերտերությունների բախման պոլիգոն։ Նայեք, հենց որ հայտնվում է ուզում է ռուսը դրան տիրանա, այնտեղից հայտնվում է ամերիկացին է ուզում տիրանա։ Ամերիկացին է տիրանում, նորից հայտնվում է ռուսը ասում է, չէ, եթե դու տալիս ես դրան, ինձ կտաս, խելոք ձևով։ Հետո մյուսն է հայտնվում, հասկանում ես։ Այսինքն այդտեղ դեռ Ինչ։ Մեզ այդտեղ դեռ սպասում է պրոբլեմներ։ Դա նոր է սկսվում։ Դրա մասին սպասվում է։ Իհարկե, ինչա ձեզ թվում է, ասենք, նայեք, ոնց ուզում է իրադարձությունը զարգանա։ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը նայելու են ոնց է Ամերիկան վերահսկում այս ճանապարհը։ Վերջիվերջո սա ուրեմն նայեք Լատինական Ամերիկա չի, Լատինական Ամերիկան Մոնրոյի դոկտրինայի հետ կապված ԱՄՆ-ն փորձում է միշտ պահել իր վերահսկողության տակ, դրան Վենեսուելա, Պանամա, ինչ որտեղ գերտերություններն էլ կա խաղի սահմանված կանոն, դե հա դա քոնն է։ Նույն սկզբունքով իրանք այս մյուս կողմը ասելու է, բա սա ոնց քոնը դառավ։
Դրա համար եմ ասում։ Ոչ թե դու պետք է մտածես, որ երկրին քո տարածքում ում հագցնես, դու պետք է փորձես ինքնուրույն շահագործել ու զերծ պահել երկիրդ, թաթերապեմ դարձնել բախման։ Շնորհակալ եմ, պարոն Կիբիրյան շատ։ Ձեր շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հարգիշտի Կիբիրյանն էր մեր զրուցակիցը վերլուծաբան, զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։